եկավ հերոսանալու պահը։ Հայը հասկացավ, որ հերոսությունը մարդու գիտակցականի եւ այն գործնականում իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որ այն ծնվում եւ կյանքի ուժ է ստանում համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով։ Գիտակցեց, որ տկար է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին եւ որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված նվիրյալներով։ Այս ճշմարտությունը նրան սովորեցրել էր պատմությունը, իր պատմությունը։ Եվ ահա կրկին եկել էր դրանից օգտվելու ժամանակը, գիտակցված արարումների ժամանակը։ Ասես ապրացես հով էստիոս ուրմսեսպի մուքսադադանը կռվա։ Ասես պենին հետ մեղողը քազատություն կստա։ Մեր կնանեքը, մեր ազգը, մեր цуфу. Мы боремся только за справедливое дело. Только не то, что вот как азербайджанцы говорят за землю. Мы рабочие люди, нам везде земля одинакова. Но когда есть нации, когда есть свои обычаи, свои традиции, мы от и до должны умереть, но все равно защитить то, что дано нашими дедами, нашими отцами. Եվ այդպես Արցախում սկսեց թևածել հերոսանալու գաղափարը։ Մարդն իր մեջ կարողացավ հաղթահարել ինքն իրեն կորցնելու տառապանքը եւ հավատաց այն վեհագույնին, որը երանելի բաղձանք լինելուց բացի նաեւ հաղթանակ կերտող զենք էր։ Ասել է, թե հայը պարզորոշեց իր անելիքը ու գնաց հերոսանալու ճանապարհով, որովհետեւ այլ ելք չկար, որովհետեւ դա էր պահանջում մեզ պարտադրված ճակատամարտը ու այն ճանապարհը, որը ընտրել էր հայը։ Եվ հերոսն ազդարարեց։ Մեր դեմ սկսված պատերազմի վերջնական արդյունքին մասին ես գիտեմ մեկ ճշմարտություն. ունենալու ենք ազատ Ղարաբաղ։ Ազգովին պարտադրված ենք հաղթելու, որովհետև դրված է Արցախի հայության լինել-չլինելու հարցը։ Մեր ողջ պատմության ընթացքում հայոց գոյապայքարի առջևից ընթացող արցախահայությունը պարտվելու տարբերակ չունի, որովհետև պարտությունը դա վերջն է։ Իսկ չպարտվելու համար անձնապես հերոսանալը դեռևս քիչ էր։ Հարկավոր էր ունենալ համընդհանուր կազմակերպվածություն, միասնական գործելակերպ ու ներդաշնակ ուժ։ Ասել է, թե միանպատակ ու փոխհամագործակցված գործողությունների տիրապետող բանակ։ Եվ այն սկսեց կազմավորվել, բայց ոչ թե խաղաղ պայմաններում, այլ մարտական գործողություններին զուգընթաց։